շատ խորը հարցադրում է եւ իսկապես եթե մենք փորձենք հասկանալ թե ինչ է կյանքը, ապա կյանքի ամբողջ էությունը որոշակի պահերի մեջ է եւ այդ մասին շատ խորը դատողություններ ունի Պլատոնը եւ դա ամբողջացրել է Սուրբ Բարսեղը Կեսարացին 4-րդ դարում պահի մեջ տեսնելով հավիտենականությունը որոշակի պահերի, շատ խորը պահերի մենք իսկապես այդ հավիտենականության հետ կապ ենք ունենում եւ այդ պահերը շատ թանկ բաներ են մեր կյանքում եւ հենց այդ պահերն են, որ արժևորում են ամբողջ մեր գոյությունը։ Մենք շատ քիչ բան ենք մեր կյանքից հիշում։ Հավանաբար այն ինչ հիշում ենք, դա կապված է այդպիսի հավիտենականության զգացողության հետ, սիրո խորը ապրումների հետ, այն ամենի հետ, ինչ որ կյանքին իմաստ է հաղորդում։ Ռուբենի հետ մենք, ես արդեն չեմ հիշում, քանի տարի ենք ծանոթ, երևի ավելի քան 30 տարի։ Եվ անթիվ անհամար զրույցներ եւ քննարկումներ ենք ունեցել շատ տարբեր հարցերի շուրջ։ Ես պիտի ասեմ, նախ մի փոքր ուզում եմ իր անձի մասին խոսել, ինչպես եմ ես Ռուբենին զգացել եւ ընկալել։ Նախ Ռուբենը շատ անակնկալ մարդ էր։ Եվ նրա քայլերը երբեք կանխատեսելի քայլեր չէին։ Ինքը միշտ շարունակել է մեզ զարմացնել իր անակնկալ որոշումներով եւ այդպիսի նաև մի անակնկալ որոշում էր իր Արցախ գնալը։ Նրա կյանքի մեջ կար շատ յուրահատուկ համարձակություն, վտանգավոր աստիճանի համարձակություն։ Ես կարծում եմ, որ առանց համարձակության չի կարող լինել հավատք։ Այսօր խոսվեց հավատքի մասին, բայց պետք է ասեմ, որ հավատքը վախկոտների ասպարեզը չէ։ Հավատք ունենալու համար դու պիտի համարձակ մարդ լինես եւ այդ առօրեական, նյութական, աշխարհիկ վախերը պիտի կարողանաս հաղթահարես։ Եվ Ռուբենը իհարկե տեսլական փնտրող, իր յուրահատուկ տեսլականը ունեցող եւ այդ տեսլականին ծառայող անձնավորություն էր։ Նա մի մարդ էր, որը ուզում էր փոխել Հայաստանը շատ տարբեր ձևերով եւ պետք է ասեմ, որ իր համար իհարկե Հայաստանը փոխելու ֆունդամենտալ ճանապարհը կրթությունն է եւ այդ կապակցությամբ մենք շատ զրույցներ ենք ունեցել Ռուբենի հետ։ Եվ այնինչ արեց ինքը որպես անհատ իր հետ համախմբելով իր ընկերներին, համախոհներին կրթության ոլորտում հիմնելով UWC Դիլիջան դպրոցը, սա օրինակ է բոլոր կարող մարդկանց համար, ովքեր ունեն այսօր այդ կարողությունը, որը մի օր չեն ունենալու կամ այդ կարողությունը ոչ մեկի պետք չի լինելու, որ այդ կարողությամբ դու կարող ես ճանապարհ հարթել ապագա սերունդների համար։ Ես կարծում եմ, որ սա ամենաազնվական զգացողությունն է, որ երբևիցե մարդը կարող է ունենալ, որովհետև մի օր մենք վերջանալու ենք։ Մենք արդյունք ենք այն ժառանգության եւ այն զոհողությունների, որ մեր նախնիները մեզ թողել են։ Իսկ ինչ ենք մենք այսօր զոհաբերում հանուն ապագա սերունդների, սա կարևորագույն հարցն է։ Եվ Ռուբենը այդ առումով դաս տվեց եւ օրինակ հանդիսացավ ուղղակիորեն բոլորի համար։ Եթե այսօր Աստված ձեզ շանս է տվել եւ դուք ունեք հնարավորություն, ծառայեցրեք դա կրթությանը, որովհետեւ դա է միակայուն ապագայի հիմքը։ Մի փոքր այդ զոհի մասին, զոհաբերության մասին, որ Ռուբենը ասում է, որ ես զոհ չեմ, ինձ մի խղճացեք։ Այդ իմաստով համաձայն եմ իր հետ, բայց զոհի գաղափարը շատ կարևոր գաղափար է քրիստոնեության մեջ, որտեղ Աստված ինքն իրեն զոհաբերել է մեզ համար։ Եվ այստեղ հարց է առաջանում, իսկ ինչ ենք մենք զոհաբերում Աստծո համար։
Սիրո մասին խոսվեց եւ պետք է ասել, որ սերը առանց զոհաբերության ոչինչ է, ինքը դատարկ հասկացողություն է, ինքդ քեզ կարող ես շոյել այդ սիրո գաղափարով, բայց ինքը դատարկ է, որտեղ եթե սիրում ես, պիտի զոհաբերես։ Եվ ես կարծում եմ, որ այսօր Ռուբենը մի շատ մեծ զոհաբերություն է մատուցում, ոչ միայն նա, այլ նաև նրա հետ այն բոլոր նշանավոր հայորդիները, որոնք դատվում են, որտեղ նրանք այսօր ներկայացնում են այնտեղ մեր ազգային պատիվը, մեր ազգային արժանապատվությունը։ Եվ այսօր ինքը իր ընկերների հետ իր շատ յուրահատուկ եւ մեծ զոհաբերությունն է մեզ համար մատուցում եւ դա նույնպես կոչ է բոլորիս։ Իսկ մենք ինչ ենք զոհաբերում, ինչ ենք տալիս հանուն մեր ժողովրդի ապագայի։ Մեր ժողովրդի ապագան երևի այստեղ չի վճռվում, որքան էլ տարօրինակ հնչի, բայց մեր ժողովրդի ապագան վճռվում է հենց այնտեղ, որտեղ այդտեղ դրված է մեր ազգային արժանապատվության խնդիրը։ Առանց պատվի ապրել հնարավոր չէ։ Իսկ դրա համար պետք է վճարենք։ Եվ Ռուբենը այսօր շատ յուրահատուկ բոլորի հետ միասին այնտեղ գտնվողների շատ յուրահատուկ զոհաբերություն է մատուցում եւ Տեր է կանգնում մեր ինքնությանը եւ մեր պատվին, կոչ անելով մեզ, որ մենք երբևիցե չհաշտվենք անպատիվ ապրելու հեռանկարի հետ։ Անպատիվ ապրելը երևի ամենասոսկալի բանն է, որ մարդը կարող է իր կյանքում ունենալ։ Ես կարծում եմ, որ եւ լիահույս եմ, որ մենք Ռուբենի հետ շարունակելու ենք խոսել մեծ հեռանկարների եւ գաղափարների մասին։ Նա մի մարդ է, որ իր անակնկալ որոշումներով, գաղափարներով եւ այլն իր շուրջը կրակ է միշտ վառել, կրակոտ ինքը անձնավորություն էր եւ ես շատ կարոտում եմ այդ խոսակցություններին։ Շատ այսօր իր բացակայությունը մեր կյանքում շատ լուրջ ձևով է զգացվում։ Այդպիսի մարդիկ են, որ կարողանում են իսկապես ազգային կյանքում, ազգային իրականության մեջ կրակ վառել։ Կան մարդիկ, որ ջուր լցնողներ են արդեն իսկ գոյություն ունեցող կրակի վրա, իսկ կան մարդիկ, որ կրակ բորբոքողներ են։ Այս Ռուբենին տեսնում եմ այդպես կրակոտ, կրակ բորբոքող, իր շուրջը էներգիայով լցնող անձնավորություն։ Եվ նրա խորհրդատվությունները, այն ինչ որ մեզ է հասնում բանտից, հատկապես հավատքի մասին, ես կարծում եմ, որ ցույց են տալիս, որ Ռուբենը նաև շատ խորը բացահայտումների մի ճանապարհ է անցնում ինքն իր համար, որտեղ շատ կարևոր է, որ մարդը ինքն իր հետ հաշտվի եւ իր մեջ Աստծուն գտնի։ Թող մեր աղոթքները եւ մեր միասնականությունը կորով տան Ռուբենին եւ շուտով նրան տեսնենք մեր կողքին։